Արդեն 6-րդ տարին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանցությունը Աբուլ հասարակական կազմակերպության հետ Ախալկալակում կազմակերպում են բակային ճամբար ծրագիրը։ Ուրեմն կենդանիներն էլ ասում են, որ աստծո արարածներ են։ Ճամբարային առօրյան կարծես թե ոչ մի բանով չի տարբերվում, նախորդ տարիներին, այսինքն կան պարտադիր բաներ, որոնք ամեն տարի կրկնվում են, դա առավոտյան աղոթքն է, ճաշի աղոթքն է, գործը սկսելուց առաջ աղոթքն է, այսինքն քանի որ մեր նպատակը երեխաներին եկեղեցու փեշերի տակ հավաքելն է, նրանց առօրյան ավելի գեղեցիկ ու հագեցած դարձնելն է, շատ տարական բաներ կան, որ երեխեքը անհաղորդ են այդ ամեն ինչին, իսկ մենք փորձում ենք ծանոթացնել հնարավորինս։ Այստեղ երեխեքն ավելի պարզ են, մի փոքր ավելի գիտելիքների առումով ավելի հետ, բայց խնդիրը ինչի, որ իրանք ավելի վատ են ընկալում։ Ուղղակի պետք է երեխեքին տալ։ Ճամբարը տևում է 1 ամիս, կազմակերպվում են արշավներ դեպի 1046 թվականին կառուցված Ախալկալակի բերդ։ Երեխաները սովորում են աղոթքներ, տարբեր խաղեր, ամեն տարի մասնակցում են 200-ից 250 երեխա։ Աշխատանքային ռեժիմը շատ խիստ կանոնակարգված է, այսինքն ամեն ջոկատ գիտի, որ ժամին ինչ դասաժամ է լինում իրենց մոտ, նկարչությունը, երգերաշտությունը, կրոնի դասը, պատմությունը, պատմության դասերը հիմնականում փորձում ենք բնության գրկում անցկացնել, այսինքն Ախալկալակի բերդում շատ հետաքրքիր է անցնում։ Արդեն անունը որոշել ենք ջոկատի Կապուտան, Արևմտյան Հայաստանի լճերի, ու առայժմ շեշտը դրել ենք հոգևոր թեմաների վրա, հետո շարունակենք ավելի ակտիվ, ավելի ուրիշ թեմաների անդրադառնալով։ Ես արդեն 4-րդ տարին է, որ այստեղ եմ, ու հույս ունեմ, որ նորից գալու եմ։ Արդեն 4-րդ տարին է, որ ջոկատավարները գալիս են Երևանից ու հիմնականում նույն մարդիկ են։ Ինչպես ճամբարի պատասխանատուն է ասում, եւ երեխաներն են կապվել իրենց ջոկատավարներին, եւ ջոկատավարներն են մեծ ոգևորությամբ սպասում կրկին Ջավախ գալուն։ Միասնիկ Խրիմյան, Ռուբեն Պապոյան, Երկիրն այսօր, Ջավախք։